Բարև ձեզ, ես Թեհմինե Ենոքյանն եմ եւ այսօր հյուրընկալել եմ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանին։ Բարև ձեզ Իրինա, ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, դա։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար եւ այս անկեղծ զրույցը այսօր մեր հետ ունենալու համար եւ կիսվելու են փորձով, որ դուք կուտակել եք այս տարիների ընթացքում։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, վաղուց այս ֆորմատով հարցազրույց չեմ տվել, իրականում տևական ժամանակ է անցել, հատկապես Արցախյան պատերազմից հետո, որ մեր համայնքը բավականին ծանրաբեռված աշխատում էր, առիթներ չի եղել խոսել տարբեր խնդիրների մասին եւ շնորհակալ եմ հրավերի համար։ Գիտեմ, որ ունեք լրագրության 10-ամյա փորձ եւ գուցե ավել եւ կուզենայի խոսել ինչպես սկսվեց ձեր լրագրության ոլորտում գործունեությունը, ինչ ոլորտներ եք ուսումնասիրել, լրագրության ինչ ոլորտներում եք աշխատել եւ ինչպես եք անցում կատարել լրագրությունից դեպի համայնքային կառավարում, օգնել է, խանգարել է, ինչպես եք այդ անցումը իրականացրել, խնդրեմ։ Շատ լավ։ Ես դպրոցն ավարտելուց անմիջապես հետո 18 տարեկան էի, Գորիսը տեղական հեռուստաընկերություն ուներ, Լաստ հեռուստաընկերություն էր կոչում։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի անցա տեղական հեռուստաընկերությունում եւ մեդիա ոլորտում իմ առաջին քայլերը, այսպես ասած, հենց լրատվության բաժնում էր։ Սկզբից աշխատեցի որպես հեռուստահաղորդավար, հետո ռեպորտաժներ էի պատրաստում, իսկ դրանից հետո նաև պատասխանատու էի ընդհանուր լրատվական ծրագրի համար։ 10 տարի աշխատեցի, իրականում լրագրությունը շատ կարևոր գործիքներ է տալիս, որոնք հետագայում ցանկացած ոլորտում կյանքում շատ պետք են լինում, սկսած հաղորդակցման հմտություններից, ավարտած լսելու ունակությունից, որովհետև լրագրողը շատ կարևոր հատկանիշներ ունի, հարց տալ, շատ ուշադիր լսել դիմացինի խոսքը, վերլուծել, եւ սա իհարկե տարբեր մասնագիտություններում եւ աշխատանքում օբյեկտիվ եւ խորքային վերլուծություն ուսումնասիրություն անելու համար, մյուս կողմից էլ երկարաժամկետ արդյունքով որոշում կայացնելու համար շատ օգտակար է։ Ինչպես հեռուստատեսությունից գնացի քաղաքականություն, սա եւս ինքնանպատակ չէր, իմ աշխատանքային պրակտիկայում մի այնպիսի ժամանակահատված կար արդեն, որ երկար տարիներով աշխատելով լրագրության մեջ, դու լրագրողի հիմնական գործառույթը որն է, արձագանքել խնդիրներին, հնչեղություն տալ խնդիրներին, բայց ինչ որ մի ժամանակահատված եկավ, որ ես ավելի շատ սկսեցի ոչ թե միայն բարձրաձայնել խնդիրների մասին, այլ գնալ այդ խնդիրների լուծման հետևից։ Եվ շատ տարբեր այն ժամանակ նաև աշխատում էի զուգահեռաբար հիմնադրամում Վիննետ Գորիս եւ շատ բազմաթիվ ծրագրեր էինք իրականացնում, որոնք օգնում էին կանանց ստեղծել սեփական բիզնեսը, սոցիալ-տնտեսական ընտանիքների սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորություններ էին ստեղծում, եւ նաեւ աշխատում էի շատ տարբեր համայնքներում փորձագիտական աշխատանք էի զուգահեռ իրականացնում թիմ ոլորտի աշխատակիցների համար եւ այսպես ոնց որ նախապատրաստական հիմքը կար, երբ որ դու իրականում խնդիր բարձրացրողներից, կարգավիճակից աստիճանաբար նաև խնդիր լուծողի այդ գործառույթն ես վերցնում քեզ վրա։ 2017 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են եւ Գորիս համայնքի ղեկավարի կողմից, երբ որ առաջարկ ստացա միանալ թիմին, իրականում այն մոտեցումները եւ գաղափարները, որ միտված էին Գորիսի զարգացմանը, Գորիսը կառուցելուն, ինձ շատ հոգեհարազատ էին եւ ես սիրով ընդունեցի այդ առաջարկը, որովհետեւ այն տեսլականը, որ Գորիսի հետ կապված էր, իրականում ինձ սրտամոտ էր եւ նաեւ ինքս հետաքրքրված էի, որպեսզի այդ զարգացման, կառուցման այդ ստեղծարար աշխատանքի մեջ ներգրավվածություն ունենամ եւ այսպես 2017 թվականից արդեն քաղաքականության մեջ եմ։ Այ խոսենք կանանց քաղաքականության մեջ ներգրավելու խնդիրների մասին, հաճախ
ուղղակի քվոտավորման տեսքով է դա կատարվում եւ ոչ միշտ է որ կանայք հենց իրենց արժեքները բերում են եւ կառավարման process-ին մասնակցում են այնպես ինչպես որ իրենք ցանկանային երբեմն հենց կրկնում են տղամարդկանց քաղաքական գիծը գուցե չունեն իրենց դիմագիծը կամ կորցնում են ժամանակի ընթացքում այդ իրենց արժեքները կամ լղոզվում են այդ կուսակցական թիմի մեջ կամ քաղաքական թիմի մեջ ինչպես է կարողացել դուք ձեր դիմագիծը պահել եւ ինչ եք կարողացել անել ձեր համայնքի համար որպես Իրինա Յոլյան կին քաղաքական գործիչ ով ղեկավարել է նաեւ շատ ճգնաժամային իրավիճակներում հատկապես երբ որ համայնքի ղեկավարը ձերբակալված էր եւ դուք եք ղեկավարում ամբողջ մի համայնք որտեղ որ տասնյակ գյուղեր համայնքներ կան Անձամբ իմ մասին ես չեմ սիրում այդքան էլ խոսել, ավելի շատ նախընտրելի է որ ուրիշները խոսեն եւ շատ դժվարությամբ եմ խոսում այն աշխատանքների մասին, որոնք որ իրականացրել եմ եւ իրականում շատ ճիշտ եմ համարում, որ շատ գործեր որ իրականացնում ես հատկապես ընտանիքներին աջակցել եւ այլն, իրականում դրանք այն աշխատանքներն են, որ պետք է անես լուր, խոհեմաբար եւ որովհետև այդ ամեն ինչ որ անում ես ավելի շատ քեզ համար ես անում, քան ուրիշի համար, որովհետև այդպիսի մի շատ հրաշալի ինձ համար խոսք կա, որ եթե ուզում ես ապրել քեզ համար, առաջին հերթին պետք է ապրես ուրիշների համար։ Եվ այդքան շատ չեմ սիրում խոսել այդ մասին, բայց գործառույթների մասով ինչ պատասխանատվություններ կան դրված, հիմնականում զարգացման ծրագրերը, ենթակառուցվածքների, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մասով եմ պատասխանատու եւ այո, ինչպես նշեցիք, պատերազմի եւ հետպատերազմական իրավիճակում Գորիսը թիկունքային աշխատանքների կազմակերպման գործում մեծ առաքելություն եւ պատասխանատվություն ունեցավ, բայց ուզում եմ ասել, որ դա ինչ որ անհատի գործ չէր։ Ես միշտ ասում եմ, որ Գորիսը այդ ժամանակահատվածում երևի թե ամբողջ աշխարհին master class ցույց տվեց, թե ինչպիսին պիտի լինի մարդասեր քաղաքը եւ հումանիտար քաղաք ինչ է նշանակում, որովհետեւ իհարկե սա փոխվստահության, փոխադարձ հարգանքի մթնոլորտում եւ փոխադարձ այդ մարդասիրության մթնոլորտում համակարգված աշխատանք էր, բայց ես միշտ նաեւ երախտապարտ եմ մեր գորիսեցիներին, որ բոլորը մի մարդու պես լծվեցին այդ պատասխանատու աշխատանքին, հյուրընկալեցին մեր հայրենակիցներին եւ այդ ժամանակահատվածում հիշում եմ, որ շատ տարբեր լրատվամիջոցներ Գորիս էին գալիս, փորձում էին լուսաբանել իրավիճակը եւ բոլորին մի հարց էր հետաքրքրում, ասում էին իսկ որտեղ են ձեր ճամբարները։ Ես ասում եի, որ մենք ճամբարներ չունենք, բոլորը ընտանիքներում են հյուրընկալված եւ զարմանում էին։ Սա շատ կարեւոր գուցե եւ մանրուք թվացող, բայց իրականում մեր մասին պատմող շատ կարեւոր մեսիջ է, հաղորդագրություն է, որ մենք նաև այս տեսակ լավ բաները որպես թթխմոր, հացը հունցելու համար, մեր ապագան կառուցելու համար, այս լավ որակները պետք է կարողանանք որակների մասին միշտ պատմել, զարգացնել եւ միջավայրը ավելի լավը դարձնել։ Ինչ վերաբերում է այն հարցադրմանը, թե ինչ դժվարություններ կան, ես էլի պիտի անդրադառնամ պատերազմական եւ հետպատերազմական իրավիճակում, օրինակ ինձ համար պատերազմից առաջ պատկերացումները բոլորովին ուրիշ էին, այ որպես կին, եւ պատերազմից հետո այդ պատկերացումները բոլորովին փոխվեցին, որովհետեւ այդ սահմանագիծը ինձ համար պատերազմն էր, որովհետեւ երբ որ առնչվում ես իրական ողբերգության հետ, հասկանում ես, որ այն խնդիրները, որ դու բախվում ես որպես կին, որպես մարդ, դրանք ընդհանրապես, այսպես ասած, կյանքի կենցաղային վարչարարություն թվացող բաներ են, որովհետև ես արդեն քանի տարի անընդհատ ուղիղ խոսելով մարդկանց հետ, ովքեր հայրենիք են կորցրել, ընտանիքի անդամներ են կորցրել, մայրեր, որ իրենց երկու որդիներին են օրինակ կորցրել, բայց իրենք շարունակում են այդ ցավը նպատակ դարձնել, բարիք ստեղծել, ներդրում ունենալ, իրենք իրենց օրինակով որպես ուժեղ կնոջ, ուժեղ մարդու ես տեսնում եմ, թե իրենք ինչպես են
փորձում օրինակ ծառայել ուրիշների համար, այս ամեն ինչը քեզ սովորեցնում է, որ այն փոքր քայլերը, որ աշխատանքի ընթացքում այն բոլոր խնդիրները, որ ի հայտ են գալիս, իրականում դրանք ողբերգություն չեն եւ ժամանակի ընթացքում պարզապես պիտի սովորես չվախենալ խնդիրներից եւ սովորես լուծել այդ խնդիրները։ Կարծես դա մարտահրավեր է, որը ուզում եք հաղթահարել։ Մարտահրավեր, որը ավելի շատ ստեղծագործելու հնարավորություն է տալիս, որովհետև խնդիրը ոչ թե պիտի պատ դառնա քեզ համար, մարդու համար, ոչ թե խնդիրը պիտի պատ դառնա եւ արգելք հանդիսանա առաջ գնալու համար կամ ծրագրեր իրականացնելու համար, գաղափարներ իրականացնելու համար, այդ ընդհակառակը ստեղծագործելու հնարավորություն պետք է տա։ Նաեւ միշտ եթե բոլոր դռները փակ են, ոչ թե պիտի մտածես ինչպես է դուռը բացես, այլ ինչպես պիտի դրանից հետո ստեղծագործես։ Եվ այս մոտեցումներն են, որ թույլ են տալիս մեծ տեսլական ունենալ ավելի մեծ եւ իմիջայլոց ես չգիտեմ ինչպես է դա ստացվում, Աստծո միջամտությունն է, տիեզերքի ուժն է, ինչպես միշտ այդ ձգողականության ուժը բերում է հաջողությունները, եթե դու հստակ գիտես ինչպիսի փոփոխություններ ես ուզում բերել, եթե դու պատկերացում ունես այդ փոփոխությունների մասին, հաջողությունները կամ ազդակները մագնիսի պես քաշում ես եւ այդ հնարավորությունները միշտ օգնում են ճիշտ ճանապարհը գտնելու հարցում։ Իրինա, ես կուզենամ խոսենք նաև երբ որ կանայք ներգրավում են կուսակցական կամ քաղաքական գործունեության մեջ եւ սկսում են ղեկավարել որևէ պաշտոն կամ կլինի ազգային ժողովում պատգամավորի տեխնացություն են առաջադրվում, այս կոնտեքստում ինչպես կանայք կարող են ակտիվ գործունեություն ծավալել եւ իրենց եսը չկորցնել, իրենց դեմքը չկորցնել եւ չլղոզվել այս ընդհանուր միջավայրում արկա վիճակին, այլ պահել արժեքներ, որոնք ոչ երբեմն հենց ճգնաժամային իրավիճակներում այդ բոլոր կուսակցական դրոշները կամ կուսակցական այսպես ասած անունները ոչնչանում են կարելի ասել, որովհետև ճգնաժամի ժամանակ լուծումները այլ են եւ այլ իրավիճակ է պահանջում խնդրի լուծումը։ Այլ ուզում եմ այս մոտեցումից ձեր փորձից կիսվեք, որովհետև մեզ լսելու են կանայք, ովքեր կցանկանան գուցե հետագայում քաղաքականությամբ զբաղվեն եւ շատ լավ խորհուրդ կլինի մեծ փորձառություն ունեցող կնոջից լսել նման խորհուրդ։ Երևի թե ամեն ինչ սկսում է նրանից, որ ցանկացած աշխատանք իրականացնելը պիտի ինքնանպատակ չլինի, այդ թվում նաև քաղաքականությունը։ Եվ եթե մարդ որոշում է, որ գնում է ինչ-որ ճանապարհով, իհարկե ի սկզբանե արդեն պիտի ունենա այդ գիտակցությունը, թե ինչ նպատակով։ Եվ եթե դա ինքնանպատակ լինի, այդ նշանակում է, որ ի սկզբանե այդ աշխատանքը ձախողված է։ Բայց եթե հստակ դու տեսլական ունես, համոզմունք ունես, սկզբունք ունես եւ որոշել ես քո գիտելիքը, փորձառությունը, հմտությունը օգտագործել որևէ ասպարեզում, կլինի քաղաքականություն, կլինի մանկավարժություն, որպեսզի նպաստ ունենաս, քո անձնական ներդրումը ունենաս, քո անձնական օրինակով կարողանաս ամրացնել քո ներդրումը, որովհետև իրականում յուրաքանչյուր քաղաքացու անձնական ներդրումը դա հայրենիքի զարգացման համար կարևոր նախապայման է։ Եթե այս գիտակցումով ես գնում նույն քաղաքական ճանապարհով, այդ նշանակում է, որ հաջողությունը սարերի ետևում չէ, հատկապես եթե ունես կամք, ցանկություն, ազնվություն եւ հոգատարություն քո երկրի նկատմամբ։ Բայց եթե պարզապես գնում ես աշխատանք կատարելու համար, պետք է չգնաս։ Ես ինքս երիտասարդների հետ էլ շատ հաճախ երբ որ աշխատում եմ, հանդիպում ենք, նույն բանը իրենց եմ ասում, որ եթե ինչ որ բան ձեր սրտով չէ, մի արեք։ Եթե պիտի այդ գործը անեք, պիտի անեք շատ լավ։ Եվ եթե այս ճանապարհը չեք ընտրելու, միանշանակ ձախողելու եք։ Եվ իրականում, երբ որ մենք խոսում ենք հայրենիքից, հայրենասիրության մասին ենք խոսում, այդ ամենևին բաժակաճառի մասին չէ։ Դա ամենօրյա աշխատանք է, դա հոգատար վերաբերմունք է եւ ինչքանով որ կոլեկտիվ մտածողություն լինի այս ամենի մասին, ոչ թե անհատական մտածողություն, մենք բոլորս ենք հաջողելու, որովհետեւ անհատների հաջողությունը դա հաջողություն չի, եթե մենք բոլորս
հաջող լինենք մեր աշխատանքում, մեր փորձառությունը, նորից եմ կրկնում, գիտելիքը, ուժը, էներգիան ներդնենք մեր միջավայրը փոխելու համար, մեր համայնքը բարելավելու համար, մեր երկրի հիմքերը ամրացնելու համար, իհարկե կհաջողենք։ Ինչ վերաբերում է քվոտաներին, դա հնարավորություններից մեկն է, որը կանանց հնարավորություն է տալիս գնալ քաղաքականություն, բայց եթե շատ ավելի սկզբունքային մարդ ես, հստակ գիտակցում ես քո անելիքը, հստակ գիտակցում ես որն է լինելու այն փոփոխությունը, որը դու կարող ես իրականացնել քո ներուժը օգտագործելով, իհարկե շատ ավելի հեշտ է լինում։ Եթե այդ ճանապարհով չես գնում, շատ դժվար է լինում կողմնորոշվելը։ Հետևաբար ամենաճիշտ որոշումը նա է, որ նախ եւ առաջ ունենաս այդ գիտակցումը, ինչ փոփոխություն ես դու ուզում իրականացնել, ինչպես կարող ես դա անել, եւ հետո հետեւողական գնալ քո այդ երազանքի օրինակով։ Եվ եթե անձնական օրինակով ես կարողանում ցույց տալ դու որպես մարդ ինչպես ես կարողանում փոփոխություններ բերել, ես վստահ եմ, որ այդ օրինակը եւ վարակիչ է լինում, այդ էներգիան եւ վարակիչ է լինում եւ կարողանում ես վստահություն ձեռք բերել ինչպես գործընկերների շրջանում, այնպես էլ շատ տարբեր մարդկանց, որոնց կյանքը դու կարող ես քո աշխատանքով փոխել, որոնց ճակատագրերը դու կարող ես քո աշխատանքով փոխել եւ ավելի լավ միջավայր ստեղծել։ Կուզենայի նաև խոսեինք Գորիս համայնքում արկա կանանց նկատմամբ բռնության դեպքերին եւ դրանց կանխարգելման մեթոդներին, ձեզ հայտնի ինչ վիճակագրություն կա, օրինակ համայնքապետարանը վարում է արդյոք այդպիսի վիճակագրություն եւ արդյոք դուք կարողանում եք նաեւ ձեր օրինակով ձեր գործնեությամբ կանխարգելել քիչ թե շատ, որովհետեւ գիտենք, որ մարզերում բռնության ենթարկված կանայք շատ են, երբեմն լռում են, երբեմն մենտալիտետը թույլ չի տալիս, պատրիարխալ միջավայրը թույլ չի տալիս խոսել ընտանիքում առկա խնդիրների մասին, որովհետև մեզ իրոքից պետք է առողջ բջիջ ընտանիք, այլ ոչ թե ուղղակի ձևական եւ խնդրահարույց ընտանիք։ Շատ տարբեր ծառայություններ են Գորիսում գործում, տարբեր ծառայություններ, սոցիալական ծառայություններ, որոնք աշխատանք են տանում ընտանիքների հետ։ Մենք ունենք հանձնաժողով, սոցիալական հանձնաժողով, որի անդամները պարբերաբար հավաքվում են ամիսը 1 անգամ, 2 անգամ եւ շատ տարբեր ընտանիքների խնդիրներ են քննարկում ու փորձում գտնել լուծումներ։ Սա համակարգված աշխատանքի հաջողության գրավական է, երբ որ համայնքում տարբեր ծառայություններ մատուցող կազմակերպություններ համայնքի հետ միասին փորձում են ընտանիքների կյանքը դրական իմաստով որակապես փոխել։ Երեխաներ, որոնք օրինակ ովքեր կրթությունից դուրս են մնում, աշխատանք են տարվում, որպեսզի եթե ունեն սոցիալական խնդիրներ, եթե ունեն օրինակ հագուստի կամ այլ կենցաղային հարցեր, անպայման այդ խնդիրները փորձում ենք լուծել համակարգված եւ միմյանց հետ աշխատելով։ Ցանկացած խնդիր, որի հայտ է գալիս ընտանիքներում եւ դա համայնքի իրավասության տիրույթն է, մենք փոխհամագործակցության մթնոլորտում ենք կարողանում իմիջայլոց եւ սա շատ լավ աշխատող մեխանիզմ է։ Ցանկացած խնդրի հնարավոր է լինում շատ արագ արձագանքել, եթե այդ փոխօգնության, փոխվստահության մեխանիզմը, ուղղորդման մեխանիզմը աշխատում է։ Բազմաթիվ տարեցներ ունենք այդ թվում նաև Արցախից բռնի տեղահանված, որ Գորիսում են բնակվում, շատ սոցիալական խնդիրներ ունեն, առողջության հետ կապված խնդիրներ ունեն։ Այս բոլոր խնդիրները բացառապես հնարավոր է լինում լուծել փոխադարձ համագործակցությամբ։ Մենք օրինակ վերջերս մի շատ հետաքրքիր մոդել կիրառեցինք մեր համայնքում, միայնակ տարեցների, խնամքի կարիք ունեցող տարեցների համար ձեռք ենք բերել մի առանձնատուն վերանորոգել, գործընկերների հետ միասին ենք ձեռք բերել, համայնքային սոցիալական տուն ենք դարձրել, վերանորոգել ենք, կահավորել ենք եւ համակեցությամբ այդ բնակարանում ապրում են, սեփական առանձնատուն է, միմյանց օգնելով, այսինքն այս փոխօգնության մեխանիզմը նաև էստեղ է աշխատում։
որ որևէ մեկը առողջական խնդիր ունի, ընտանիքի անդամի պես իրենք հոգ են տանում միմյանց նկատմամբ։ Միասին տնտեսություն են վարում, հիմա մտածում են այգեգործությամբ զբաղվել, եկամուտ ունենալ։ Այսինքն այդ անհատական տեղային լուծումներին կարճաժամկետ լուծումներ չենք տալիս եւ փորձում ենք սոցիալական ծրագրերի, նախաձեռնությունների, ընտանիքների սոցիալական վիճակը, տնտեսական վիճակը ամրացնելով լուծել բազմաթիվ սոցիալական խնդիրներ։ 5 տարի անցել է պատերազմից եւ նաեւ ունեցել են 23 թվականից հետո Արցախից տեղահանվածների, բռնի տեղահանվածների մեծ հոսք ընդհանուր Հայաստանի մասշտաբով։ Կուզենայի գնահատեիք նաեւ այն խնդիրները, որոնք որ Գորիսը ունի 2025 թվականին, ինչ է հաղթահարել, ինչ է մնացել, դեռ չհաղթահարված, ինչի վրա է ուզում աշխատել, այս մասին եւս կուզենամ խոսել։ Իհարկե բավականին շատ մարտահրավերներ եղան, Գորիսի տնտեսության զարգացման գերակայությունները գյուղատնտեսություն, туриզմ եւ պատերազմից հետո այս ոլորտները բավականին շատ տուժեցին եւ արագ միջամտություններն էին, որ եկան օգնելու այս խնդիրները հաղթահարելու, այդ թվում ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր, համայնքում туриզմի զարգացման ուղղությամբ, օրինակ շատերը կարող են մտածել պատերազմից հետո ուրիշ մարտահրավերներ կան եւ туриզմի ոլորտում ներդրումները կարող էին մարդկանց թվալ, որ էական չի, բայց իրականում հենց այդ արագ միջամտությունները օգնեցին, նոր ենթակառուցվածքներ, քաղաքի գրավչության բարձրացման ուղղությամբ զգալի ներդրումներ իրականացվեցին եւ նաեւ մշակութային կյանքի ակտիվացման ուղղված նախաձեռնություններ, որոնք որ որոշակիորեն օգնեցին բարելավել միջավայրը։ Պատերազմից հետո մի քանի տարի, 1, 2, 3 տարի բավականին քիչ էր զբոսաշրջիկների հոսքը, իսկ Գորիսում туриզմի ոլորտը սպասարկող շատ ծառայություններ կան, աշխատատեղեր բավականին կրճատվելու տեսանկյունից բավականին ռիսկային էր, մարդիկ վարկեր ունեին, ներդրումներ էին իրականացրել բիզնեսում եւ պետք էր օգնության ձեռք մեկներ եւ մենք շատ տարբեր ծրագրեր մշակեցինք եւ զուգահեռաբար իրականացնելով նաեւ ունենք նոր ծրագրեր, որոնք որ արդեն իսկ հաստատված են, միտված են այսպես ասած ապագային եւ կրկին օգնելու են, որպեսզի զբոսաշրջության ոլորտը կարողանա ակտիվանալ։ Նույնը նաեւ գյուղատնտեսության ոլորտում մենք բավականին շատ ծրագրեր սկսեցինք իրականացնել արդեն սահմանամերձ դարձած բնակավայրերում, դա այգիների հիմնման ծրագրեր, 100,000-ավոր պտղատու ծառեր օրինակ մեր գործընկերների հետ անվճար տրամադրեցինք, որպեսզի մարդիկ այգեգործությամբ զբաղվեն, կաթիլային ոռոգման համակարգեր, ջերմոցային տնտեսություն, մեղվաբուծություն, այսինքն փորձեցինք այս միջամտություններով իրավիճակը շտկել։ Միանշանակ չեն կարող ասել, որ իդեալական իրավիճակ ունենք, բայց ամեն դեպքում այս միջամտությունները օգնեցին, որպեսզի այդ քրիտիկական փուլը միասին կարողանանք հաղթահարել։ Եվ շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել, եթե կա փոխվստահության մթնոլորտ ամենակարևորը այդ աշխատանքը ստացվում է։ Մենք շատ հաճախ ենք հանդիպում մեր բնակավայրերի բնակիչներին ու միասին ենք որոշում, ինչով կարող ենք իրենց օգնել եւ նաեւ առաջարկները իրանցից են գալիս, ինչպես կարող ենք օգնել, որպեսզի տնտեսական եկամուտներ ունենան։ Օրինակ վերջերս ներքին խնձորեսկում այդ նույն քննարկումների արդյունքում կանայք բնակավայրում առաջարկեցին, որ շատ ավելի հեշտ է թռչնաբուծությամբ զբաղվեն։ Մենք 50% տնտեսություններին բնակչության ինկուբատորներ տրամադրեցինք մեր գործընկերների հետ միասին, որպեսզի թռչնաբուծություն զբաղվեն եւ որոշակի եկամտաբերություն ունենան։ Այսինքն այս զրույցները, հանդիպումները, մարդկանց հետ խոսելը, իրենց կարիքները հասկանալը եւ այդ կարիքներին արձագանքելը օգնում է, որպեսզի կարողանան շատ ավելի հեշտությամբ հաղթահարել դժվարությունները։ Դա միայն մի բնակավայրի օրինակը բերեցի, տարբեր տեղեր, Որոտանում, Շուրնուխում, Բարձրավանում հանդիպում ենք եւ քննարկում, թե
ինչի կարիք ունեն կամ ինչ գործիքակազմի կարիք ունեն, որպեսզի համայնքը տրամադրի իրենց եւ իրենք կարողանան այդ խնդիրները հաղթահարել։ Իրականում ստացվում է այդ խոսակցությունների, հանդիպումների, համատեղ քննարկումների արդյունքում շատ ավելի լավ արդյունք ունենք։ Իրինա, ես կուզենայի հետևել հարց ուղղել ձեզ եւ կուզենամ, որ դուք անկեղծ լինեք մեր հետ, դա շատ կարեւոր կլինի մեր դիտողների համար։ Ինչ կարծրատիպերի եք հանդիպում եւ ինչպես եք դրանք հաղթահարում որպես կին ղեկավար։ Պիտի ասեմ, որ համայնքային մակարդակում մի քիչ ավելի հեշտ է եղել, որովհետեւ ինչպես նշեցի, ես իմ աշխատանքը սկսել եմ հեռուստատեսությունից եւ մարդիկ ինձ ճանաչել են համայնքային մակարդակում, գիտեն, քեզ ճանաչում են քո ունակությունները, ինտելեկտի հնարավորությունները, մի քիչ ավելի հեշտ է եղել, բայց մի քիչ ավելի դժվար էր համայնքից դուրս աշխատանքում։ Ի սկզբանե երբեմն թերահավատորեն էին վերաբերում, որ քաղաքականության մեջ ես, բայց շատ կարճ ժամանակում բոլոր խնդիրները ինձ թվում է կանանց համար հաղթահարելի են, եթե կանայք շատ ավելի ուժեղ են ինտելեկտով, գաղափարապես եւ իրենք կարողանում են աշխատանքի մեջ դրսևորել իրենց ունակությունները եւ աշխատանքով ոչ թե ապացուցել, այլ ժամանակի ընթացքում ցույց տալ, որ այդ ճանապարհը, որով անցնում ես, իրականում դու կարող ես անցնել։ Եվ երբ որ տեսնում են նաև, այսպես ասած, դրսի աչքը տեսնում է, որ կարող ես այդ խնդիրները լուծել, դա այլևս քննարկելու հարց չի լինում։ Ինձ համար երբևէ այդպես քննարկման թեմա չի եղել, որովհետև իրականում երբ որ շատ արդեն տարիների աշխատանքային փորձառություն ունես, քեզ ճանաչում են եւ միջավայրը քեզ ընդունում է այնպիսին, ինչպիսին որ կաս։ Իսկ ինչ վերաբերում է կարծրատիպեր հաղթահարելուն, անկեղծ ասած, այդպես ինչ որ դժվարություններ առանձնապես ես չեմ ունեցել։ Գուցե դա նրանից է, որ ինձ համար շատ նորմալ է, որ խնդիրներ են ընդհանրապես լինում եւ նաեւ նորմալ է, որ կարողանաս այդ խնդիրները լուծել։ Իրականում նաեւ գտնում են, որ եւ տղամարդկանց համար կան խնդիրներ, այնպես չի, որ այդ բոլոր խնդիրները միայն կանանց համար են։ Տղամարդկանց միջավայրում էլ բավականին շատ խնդիրներ կան, բարդություններ կան եւ յուրաքանչյուրը իր ձևով է, իր ոճով է կարողանում։ Մենք լրագրությունից խոսեցինք, լրագրության մեջ էլ է այդպես։ Տարբեր լրագրողներ իրենց ձեռագիրը ունեն եւ իրենց ոճը ունեն։ Նույնը նաեւ քաղաքականության մեջ է, յուրաքանչյուրը իր դիմագիծը ունի, իր աշխատելու ոճը ունի եւ հենց այդպեսին էլ իրեն ընկալում են։ Այլ հարց է, թե լավ են ընկալում, թե վատ են ընկալում, բայց իրականում աշխատելով, որ նաև քաղաքականության մեջ դու կարողանում ես քո ձեռագիրը եւ ոճը ու դիմագիծը կերտել, միանշանակ է եւ հենց այդպեսին էլ ընդունում են քեզ։ Շնորհակալ եմ Իրինա անկեղծրույցի համար, օգտակար խորհուրդների եւ մարդկանց օգտակար տեղեկատվությամբ կիսվելու համար։ Այսօր իմ հյուրն էր Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանը։ Ցտեսություն։ Thank you.